այդ ամեն ինչը որտեղից է սկսել։ Ձեր ուղին, ձեր կարիերա, ասեմ, բիզնեսի ուղին որտեղից է սկիզբ առել։ Եկավ տեսավ ակումբը, ասեց կարամ իմս փակեմ կամ ստեղ անենք իրար հետ։ Երբ ինչ-որ բան անում ես սրտանց եւ անում ես նվիրումով, նախ մարդիկ են գտնվում, որոնք որ այդ ճանապարհին քեզ սկսում են աջակցել, տենց ձեռքդ բռնում են։ Ասացի բիզեկետ չեմ ուզում էլ աշխատեմ, չնայած իմ տարիքի է։ Տրինիտիի մասին խոսենք։ Փորձում ենք նոր ինչ-որ բան մտցնել, բայց հայկական ոճի մեջ։ Գիտե մարդը ինչ-որ միտք ունի եւ դա տարբերվում է այն ստանդարտից, հա, մեյնսթրիմից, գնա այդ մտքի հետևից եւ իրականացնի, թե ընթացքում ադապտացվի։ Ես հասկացել եմ, որ ամենավտանգավոր քաղաքացին կրթված, հարց տվող, զարգացած քաղաքացին է իշխանության համար։ Ողջույն բոլորին, ես Լոյզան եմ Ստաֆենից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր շատ հատուկ հյուր ունեմ, որը մի շարք շատ սիրելի բրենդերի, ընկերությունների համահիմնադիր է հանդիսանում։ Նախ ներկայացնեմ իմ հյուրերին, հետո այդ ընկերությունները, Վահե ջան, ողջույն, իմ հյուրն է Վահե Բալուլյանը։ Վահեն հանդիսանում է The Club ակումբի համահիմնադիրը, Trinity Canyon-ի գինեգործանի, Invino Steak-հարար եւ էլի Տափաստան, այո, այն բոլոր տեղերը, որոնք որ մենք շատ սիրում ենք եւ Trinity գինին 6100-ն էլ այդ թվում։ Վահե ջան, բարի գալուստ։ Շնորհակալություն։ Վահեն նաև հանդիսանում է Զարթնիր ՀԿ-ի խորհրդատու, Զարթնիրը ընթերցանությունը խթանող հասարակական կազմակերպություն է եւ այսօր անպայման խոսելու ենք նաև Զարթնիրի մասին։ Վահե ջան, շատ ուրախ եմ ձեզ հյուրընկալել։ Ձեր նման հարուստ փորձ ունեցող մարդկանց հետ միշտ մեծագույն հաճույք է ոդկասթի էպիզոդ ունենալը եւ այս երևի ավելի շատ ինձ սկզբից ինձ համար է, այսինքն ամբողջությամբ վայելում եմ այս էպիզոդը, հետո արդեն հանձնում եմ մեր լսարանի դատին, այսպես ասած։ Բարի գալուստ Beyond Podcast։ Շնորհակալություն հավերյամ։ Հետաքրքիր է մարդը, որ այդքան նորարար, ես բոլոր այդ պրոյեկտներն էլ նորարարական եմ համարում, հա, The Club-ն էլ, դուք ինձ կհիշացնեք, երբ է հիմնադրվել եւ Invino-ն նույնպես, Invino-ի մասին առիթ ունեցել ենք մեր նախորդ պրոյեկտի ժամանակ խոսել, երբ Մարիամն էր մեր հյուրը եւ կուզենամ նաեւ ձեզանից լսել Invino-ի պատմությունը, Trinity Canyon-ը շատ սիրելի գինու բրենդ եւ ընտիր գինիներ են, այդ ամեն ինչը որտեղից է սկսել, այսինքն ձեր ուղին, ձեր կարիերա, ասեմ, բիզնեսի ուղին որտեղից է սկիզբ առել։ Դրանք շատ հանկարծակի են ստացել ակումբը առաջերտին, որտեղ Հիմա լիքը մարդ հավատալու է Վահե ջան։ Չէ, իրական սուտ բան չկա ասելու, ես 90-ականներից ապրում եմ Միացյալ Նահանգներում, դեռ իրական սկսեցինք առաջի երևի հայկական ստարտափը կարելի ասել, կոչվում էր narek.com, որտեղ վաճառում էինք հայկական Amazon էր, sense ասած, ամբողջ աշխարհում մեկ վաճառում էին գրքեր, երաժշտություն հայկական, պետք է հայերի հետ կապված լիներ։ Այսինքն իր բանը կոչվում էր քթիր քո ներքին հային։ Այսինքն get in touch with your inner Armenian։ Այն մարդկանց համար, ովքեր կամ հայ են, կամ ինչ-որ կապ ունեն եւ այլն, ու շատ հետաքրքիր ձևով Նարեկը դարավ շատ սիրված, տենց ամբողջ աշխարհով Թայվանից մինչև Չիլի վաճառում էին հայկական գրքեր եւ Հայաստանից հազարավոր գրքեր տարանք նահանգներ, որ ծրենք աշխարհով մեկ, որովհետեւ այդ ժամանակ այդ գրքերը վառվում էր, կորում էր եւ այլն եւ այլն։ Անունն էլ շատ հատկանշական է այն դեպքում։ Հա, դրա համար տղա այս անունն էլ է Նարեկ։ Սկզբից դոմեյնն ես վերցնում, հետո երբ անունն ես դնում։ Շատ լավ մոտեցում է։ Ու այդ գնում գալիս է միշտ ու ճամփորդներից մեկի այցերից մեկի ժամանակ ինքերս տարածքը ցույց տվեց, ասեց հենց տեղ կա, մենք միշտ քննարկում ենք, որ Երևանում այդ տարիներին 2004 թիվներ, 3 թիվներ չկար տեղ, որտեղ միջին դասակարգը, ասենց ասեմ, կարողանային գնային ժամանակ անցկացնել, կամ կար այն շատ էժան ու վատ որակի տեղերը, կամ շատ թանկ ու այսպես կոչված էլիտար տեղերը։ Մենք ուզեցինք մի տեղ ստեղծենք, որտեղ մարդիկ կհավաքվեն, կզրուցեն, կշփվեն ու չեն ծանրաբեռնված չեն զգա իրանց առանց պորտերի, դիմավորողների, նստածների, շարժումների եւ այլն։ Որ դրա համար անունը եկավ ակումբ, եւ հիմա արդեն ակումբ չենք դնի, որովհետեւ
հիմա ակումբը ուրիշ իմաստ ունի, մարդկանց որ ասում եք ակումբում հանդիպենք, ու ես այդպես տեղեր չեմ գնում։ Հա, մի քիչ Գիշերային ակումբի հետ Հա, ժողովուրդը ակումբը սկսեց The Club կոչել, բայց որտեղ The երկու Club-ը լեզվով ուրիշ է, օրինակ իմ համար ինքը The Club-ն է։ Հա, բոլորի համար, որտեղ ասում են ակումբ, որ ակումբը The Club-ը։ Հա, Ու ինքը տենց դարավ իմ արդեն առանց համեստության կարող ասեմ, լեգենդար տեղ դարավ Երևանում, որտեղ այն ժամանակ շատ քիչ տեղեր կար այդ տիպի դոլմամաներ, մի քանի ուրիշ ռեստորաններ կային, Art Bridge-ներ, ցավոք սրտի բոլորը փակվել են, բացի դոլմամանն է մնացել ու երևի անկյունը կամ տենց մի երկու երեք հատ այդ հին ռեստորաններից։ Ինքը համ ռեստորաններ, համ արվեստի կենտրոններ, որտեղ վարվում էր ցուցահանդեսներ, ռեստորանը աշխատում էր ֆինանսավորելու ցուցահանդեսները, համերգները եւ այլն։ Ունեն կեսգիշերային համերգներ ու ամեն տեսակի Grammy Award winner-ից սկսած օրկեստրաներ, նվագախմբեր եւ այլն բոլորը ակումբում ելույթ են ունեցել։ Հիմա դες Եվ միջավայրն ու մթնոլորտն էր շատ տարբեր այդ ժամանակվա, այսինքն ինտերիերը, բնական միջավայրեր, մենք ոչ մի բան չփոխեցինք ու Հենրիկ Իգիթյանը, որ եկավ առաջի անգամ ռուսերեն էր խոսում ինքը։ Նայեց, sense նայեց, հետո ինչ որ եկավ ասեց наконец-то в Ереване открылось одно место на зло всем։ Վերջապես Երևանում բացվեց մի տեղ ի հակառակ բոլորին։ Որը բնութագրեց մեր համար ինչ որ նպատակը տենց չէր, ուղղակի չենք ուզում մարմարներ, ոսկիզոծ, չգիտեմ ինչ էր։ Ոչ ստանդարտ, հետաքրքիր, օրիգինալ բան։ Բնական իր միջավայրներ։ The Club-ը ինձ համար, Վահե ջան, ասոցացվում է իմ HSBC տարիների հետ եւ մեր հյուրերի հետ, որոնք HSBC տարբեր երկրներից գալիս էին եւ The Club-ը մեր ամենասիրելի տեղն էր, որտեղ մեր հյուրերի հետ այցելում էինք ու այդ մթնոլորտը այն որ handmade ձեռագործվածներ կար, որոնք որ հենց տեղում էլ կարող էին իրանք ձեռք բերել ու այն գիտեք ինչն ամենաշատը տպավորվել են քարի վրա միսը։ Դրա համար հատուկ ռեստորան բացեցինք, որը կոչվում է Ստեյկարար։ Հա։ Ստեյկարարը Հայաստանի առաջի զերո թափոնով աշխատող ռեստորանն է, հիմա ակումբն էլ է զերո թափոնով, երկու ռեստորան կա Հայաստանում զերո թափոնով։ Մանրամասնենք մեր դիտորդների համար զերո թափոն ինչա նշանակում։ Զերո թափոնով աշխատող ռեստորանները, այսինքն մենք աղբ համարյա չենք թափում, Ստեյկարարում օրինակ օրը մի 300 գրամ աղբ ենք թափում ընդամենը։ Մնացած ամեն ինչը սորտավորվում է, սնունդի մնացորդները դառնում են կոմպոստ կամ գնում են անասնակերի, պլաստիկը, թուղթը եւ այլն դրանք վերամշակվում են։ Մենյուն այնպես է գրված, որ փոխվում է շատ արագ, որ ապրանքները չփչանան ու չթափելու կարիք չլինի։ Ու այդ ստեյկարարը փորձեց ու նաեւ ծառեր ենք տնկում մեր վնասը տված բնության վերականգնելու համար։ Հա ամեն տարի կամ տրինիտիում կամ բանի այդ CPR կարծեմ կոչվում։ Այդ այր մոտեցումը ակումբն էլ փոխեցինք սեպտեմբերին կատարենք, որ փոխել ենք արդեն այդ զերո թափոն։ Հա, ու ակումբում եւ ստեյկարարում մենք օգտագործենք միայն հայաստանյան հումք, միայն 5%-ն է որ հայաստանյան չի, դա էլ որոշ համեմունքներն է որ Հայաստանում ուղղակի չի աճում, չի կարող աճի, այնը դա էլ ենք քիչ-քիչ հանում մեջտեղից փոխարինում հայկականով, ուզում ենք հասկանանք, եթե մեր իսկ երկրի համն ու հողը ինչ է։ Հողի համն ինչ է, էլի։ Այս է։ Շատ համով է ստացվում։ Իսկ խոհարարական կամ ռեստորանային փորձ փաստացի չեք ունեցել, չէ՞, ռեստորանային փորձը ակումբը, որ մենք սկսեցինք, մենք միտքեր չունեինք տենց լուրջ ռեստորան սարքելու, նպատակ կար, ես այդ ժամանակ Իսպանիայում էի ապրում, տապաներ, կրեպեր անել, տենց ինչ-որ մի բանը ֆորմատը իսպանական ձևաչափը, բայց ուտեստները հայկական, ոնց որ տապաստանն է։ Դա տապաստանում իրականացրեցիք։ Այդ տապաստանում արեցինք, ինքը բան ու հետո մենք սիրած ռեստորան ունեինք, կոչվում էր Կարոյի մոտ, Պուշկինի անկյունում, հիմա Կոշիկի խանութ է։ Ու Կարոն եկավ տեսավ ֆրանսիահայ էր ինքը, պորսահայ, ֆրանսիահայ, եկավ տեսավ ակումբը, ասաց կարամ իմս փակեմ կամ ստեղ անենք իրար հետ։
ու ինքը իրականում եկավ ու այդ ռեստորանի գաղափարը բերեց ու ստեղծեց այդ ամեն ինչը սկզբնական ու ինքը տենց զարգացավ, աճեց ու դարավ այդ։ Այսինքն կարող ենք ասել, Վահե ջան, որ երբ ինչ-որ բան անում ես սրտանց եւ անում ես նվիրումով, նախ մարդիկ են գտնվում, որոնք որ այդ ճանապարհին քեզ սկսում են աջակցել, տենց ձեռքդ բռնում են, կամած այդ դառնում է ոչ թե մեկ մարդ, այլ մի հատ մեծ խումբ, ու ի վերջո ինքը դառնում է բիզնեսի տեսանկյունից լավ շահութաբեր բիզնես։ Դա իրա դա միանշանակ ու եթե ինչ-որ մեկը ինձ ասում է ես ինչ-որ բան մենակ եմ արել, ես մի անգամ ես իրան ստախոսեմ դնում իմ մտքի մեջ, որտեղ վերջական մենակ չի կարող անի։ Այո։ Ու կարող է անի, բայց ուրեմն անտեսում է այն ամեն ինչը ինչ որ իրան սնել է կողքից ու առանց մեր շրջապատի ընկերների, հաճախորդների, որոնք դառան ընկերներ, հյուրերը եւ այլն, ինչ թվում անհնար է ինչ-որ բան անել։ Իհարկե կարես ավելի շատ գումար աշխատես, կարես տնես վաճառես այն ստանդարտ ուտելիքը, որ ժողովուրդը սիրում է, բայց ակումբնել, տապաստանել, ստեյկարարնել, իմինոնել փորձում են, նույն իմինոն մի քիչ տարբեր բան է, բայց մենք փորձում ենք նոր ինչ-որ բան մտցնել, բայց հայկական ոճի մեջ։ Այսինքն ակումբը նոր հայկական խոհանոց է։ Մենք ուտեստներ ունենք, որոնք ազգությամբ հայ են իրանք, բայց ասենք ուրիշ տեղ չկա, որտեղ ստեղծվել է ակումբում, բայց ձավարը գարով, արևածին եւ այլն, տենց իրանք ամեն ինչով իրանք ուղնուտով հայկական ուտելիք են, ուտեստներ են, բայց ասենք հայկական խոհանոցի գրքերի մեջ չկա դեռ։ Պետքա թարմացնել, գրքերն է պետք թարմացնել, չէ՞ ոչ թե խոհանոցը։ Տրինիտիի մասին խոսենք։ Տրինիտին հայտնվեց ակումբի շնորհիվ իրականում, որովհետև մենք հայկական գինիներ էինք վաճառում, հայկական գինիների նույն պիտակի տակ տարբեր բաներ էր միշտ գալիս, ու մենք անդադ բողոքում էինք այն ժամանակ, ու մեր գինեգործ ընկերներից ասեցին, գիտեք ինչ հերիք է մունակ գաք մեր վրա, հեսա ձեզ հող առեք, գնացեք, մենք կօգնենք, իրանք կօգնեն ում բողոքում ենք, ասեց ու սարքեք ձեր գինին։ Մենք դե մի քիչ տենց ինքնավստահ լինելով որոշեցինք այդ անենք, առաջի մի քանի տարին որոշ փորձեր լավ ստացվեց, որոշը լավ չստացվեց, որ այսօր լիքը մարդ մասնակցել է այսօրվա գինեգործական աշխարհից մեր կայացման մեջ, անունը չասեմ, թե կարող որոշը չասեմ, լավ չի ստացվի, բայց Չհիշեք բոլորին։ Բայց ում որ ասեն հույս ով կա այդ գինեգործության մեջ, բոլորը ինչ որ ձևով ու հայ գինեգործների մեջ դուք էլ լինելով գիտեք, որ մեր բան կա, որ մենք ոչ ոք ոչ մեկի մասին վատ բան չի խոսում։ Այո, իրականում համաձայն եմ։ Իրար մեջ կարող ասենք, գիտես, էսեն, բայց ընդհանուր այդ բանը պահվում է։ Ու մենք ու առաջի գինին դուրս եկավ 13, եղավ 10-ին, 11-ին, 12-ին այդքան գող չէինք, 13-ին առաջի տարիներ, որ հանեցինք շուկա Տրինիտի գինիները, Տրինիտի անունն էլ ես հայկական անուն էի փնտրում, բայց մեր որ երեքով ենք անում, Անդրանիկ Հովակիմը ու ես, ու մեր ֆրանսիացի ընկերը նստած մեր հետ այդ զրույցին մասնակցում էր, մեկ էլ ասեց, դե Տրինիտե Այդպես կպա, ոչ մի Իրական շատ հետաքրքիր անուն է։ Ոչ մի, բայց մարդկանց թվում է ինչ որ եկեղեցու է, դա կարող է հավատքի հետ, մենակ Հովակիմն է մտածում, որ ինքը սուրբ է, բայց դա էլ տենց չի, մնաց ոչ մի սուրբ բան չկա այնտեղ։ Հովակիմը հետաքրքիր դեմքերից իմ համար գինեգործության, տենց հայկական գինեգործության, տենց կարկառուն դեմքից կին, եթե առանց իրա ես Բացի գինեգործության էլ ինքը կարկառուն է։ Հա, դե ես գինեգործության չեմ եք հասկացում, ես ուղղակի Բայց ես իր այդ ճուզեցի աշխատեմ, երբ որ ին վինոն էինք սկսում, ասացի բիձեքի հետ չեմ ուզում էլ աշխատեմ, չնայած իմ տարիքի է։ Ու իրանց երեխեքին առաջարկեցի ին վինոն սկսենք, որտեղ մենք տեղափոխվեցինք Հայաստան, երեխեքին բերեցինք դպրոց Հայաստան, չենք ուզում Ամերիկայում կամ Եվրոպայում սովորեին դպրոցում։ Տեղափոխվեցինք ստեղ ու ես Եվ ծնվեց ին վինոն, մեր բոլորի շատ սիրելի։ 12 թվականին ես որոշեցի ին վինոն բացենք, բայց որտեղ միտեղ էր ուզում գնալ, որտեղ անպայման չէր ճաշ։ Այո։ Ընտրես ու գինի խմես, այլ ուղղակի կարաս գինի խմես։ Այդ ժամանակ արդեն Ավստրիայում էինք ապրում, այնտեղ էլ շատ այնց գինու բարեր կար, որտեղ կարային գնանք ուղղակի գինի խմենք։ Ու որոշեցի երիտասարդների հետ անել, այնտեղ ներքին բաներ կար, որտեղ եթե իրանց մեծերի հետ անեի, ամեն ինչ ես պիտի անեի, ասենց երիտասարդներին էին անում, երբ որ խնդրեմ ունեին, պապաներին էին ասում իրանց։ Ամեն ինչ մտածել եք Վահե ջան։ Ուրեմն 2 տարի առաջ մինչ մեր ոդքասթի ստեղծվելը, մեր նույնիսկ կարող ենք ասել մեր ոդքասթի նախատիպը, հա, մենք այդպեսի հաղորդում ունենք, որին Մարիամին էլ Սաղաթելյան հրավիրել ենք Ինվինոյի համահիմնադիրին եւ ինքը պատմում էր, որ երեկան Ինվինոն փակելուց այդ ամբողջ փողոցը Սարյանի
մութ եւ այլ ոչ մի խանութ, տեղ, այսինքն ինքը փաստացի Խանութներ կային, ուղղակի իրան բայց ժամը 5-ին փակում էր, հեռախոսների բաների խանութները, Շինվինոն առաջ տարբեր խանութներ ա եղել։ Մենք որոշեցինք Սարյանի վրա այդ տեղը գտնվեց մեզ առաջարկեցին, առաջ մի քանի տեղ էինք նայում, հետո որոշեցին աննորմալ է Սարյանը, փողոցը այնտեղ ապրող մարդիկ ասում են մենք երեխեքին չենք թողում 5-ից հետո այստեղ քայլեն դուք բան եք բացում, բայց ինձ ապշեցրեց հարևանների վերաբերմունքը, որտեվ որ արդեն սարքում էինք, արդեն վերջացնելու վրա էր, մեկ էլ ինչ որ անկապ մարդ գլուխ Դե շուտ արեք, այսքան սպասում ենք, այս ինչ եղավ, մեկը մտնում է, այն բանը դե լավ չեք դրել, այս կողմ դրեք, ավելի սիրուն կլինի։ Համայնքային պրոյեկտ ա եղել։ Հա, որտեվ ապշելու էր այն առումով, որ գինու տեղ էր, գինետուն հասկացողությունը Հայաստանում միշտ վատ բան ուներ, չէ՞, այնց պատմություններ ուներ արտելու եւ այլն։ Ու ես անդադ սպասում էի, որ գալու են ասեն, այս ինչ եք բացում մեր շենքի տակ, կամ այս ինչ եք անում մեր շրջանում եւ այլն, բայց ինչ որ շատ հետաքրքիր վերաբերմունք էր ու բացվեցինք հենց դեկտեմբերի 30-ին ու լիքը մարդ եկավ իրենց նոր տարվա գինիները մեզնից գնեց, հա ինքը շատ հետաքրքիր էր։ Սարյան փողոցը տենց մնաց իրականում Ինվինոյի շնորհքը չէր իմ կարծիքով, այդ Ինվինոյի սկիզբն էր, բայց Սարյան փողոցը ոչ մի բան չպատահեց մինչև Տապաստանի բացումը։ Երբ որ Տապաստանը բացեցինք, դրանից հետո մարդիկ մտածեցին, երկրորդ տեղն է բացվել, ուրեմն այստեղ մի բան կարող է լինի, ու դրանից հետո արդեն նոր ընդունեցին, հա, բայց կարող է նրանից էր, որ Տապաստանում ամեն դեպքում ուտելիք որպես այդպեսին, այսինքն կարելի էր գնալ ընտրել, իսկ Ինվինոն ավելի գինու ֆորմատ է։ Իրական Տապաստանը սկզբից ընդունվեց որպես Ինվինոյի շարունակություն, ու լիք մարդ գալիս էր այնտեղ գիներ, խմում փոքրիկ բաներ ուտում էր, ասում էր գնանք հիմա միտեղ ճաշենք։ Ու այդ միտեղը Տապաստանից։ Չէ, Տապաստանից։ Հա։ Տապաս հասկացողությունը շատ բարդ է հասկանալ Երևանում, որովհետև մենք սիրում ենք աչքով ուտել, ինչպես նաև աշխարհի լիքը ժողովուրդներ, ու երբ որ մենք այդ 6 հատ կամ 5 հատ տապան առանձին բերում էինք, մարդը ասում էր սոված մնացի, բան չհասկացա։ Երբ որ սեթով էինք բերում, ինքը միայն ուտում էր, ասում էր, ո՞վ է, ինչ է, ով է, շատ էր։ Դրա համար լիքը բան անցավ, մինչև Տապաստանը գտավ իր տեղը ու իր լեզուն խոսալու Երևանի հետ։ Որտեղ ինչ որ օտար լեզվով էր սկզբից խոսում Երևանի հետ, ու երևանցիք չէին հասկանում այդ լեզուն։ Ոնց որ եւ ակումբն էլ ամենասկզբից օտար լեզվով էր խոսում, որտեղ այդ մեր ավանդական ճաշկերույթների անվիճակ չէր, բոլոր ուտեստները կային, բայց իրանք ինչ որ հետաքրքիր տարբեր ձևով էին մատուցվում ու մարդիկ չէին հասկանում ինչի ասեն, միշտ հյուր էին բերում, իրանք չէին գալի, բայց հյուր բերում էին։ Հիմա ո՞րն է ճիշտը, Վահե ջան, քո այսինքն մարդը ինչ որ միտք ունի եւ դա տարբերվում այն ստանդարտից, հա, մեյնսթրիմից, գնա այդ մտքի հետևից եւ իրականացնի, թե ընթացքում ադապտացվի։ Հիմա Տապաստանը ադապտացվել է, Չէ, Տապաստանը չի ադապտացվել, Տապաստանը ուղղակի գտել է այն ինչ որ ինքը անում է բացատրելու ձևը։ Հա, հասկանալի է։ Ինքը ասում է ես սա եմ անում, բայց որ դու հասկանաս դա ինչ է, ես հենց ներկայացնեմ քեզ, որ քո համար բարձ լինի։ Այսինքն հաճախ այդ լավ ֆորմատները, որ ձախողում են կոմունիկացիայի նույնն է մնացել, իրան ներկայացման ձևն է փոխվել։ Ոնց որ ես բացեմ ես ու ֆրանսերեն խոսամ, երբ որ բոլորը հայերեն են խոսում։ Ինքը սկսեց հայերեն խոսալ, ասել դու հայերեն սենց ես հասկանում, ես էլ հարմարվում եմ քեզ ոչ թե որովհետև ես տենց հանձնվել եմ, այլ որովհետև ես հիմար չեմ, հասկանում եմ, որ եթե շարունակեմ քո հետ օտար լեզվով խոսալու, դու չես կարողանա վայելես այն ինչ որ ես առաջարկում եմ, իսկ ես ուզում եմ դու վայելես։ Նպատակն է կարևոր, թե որ ճանապարհով կգնաս, եթե ոչ մի կեղտոտ ճանապարհ չի, էլի, ինքը երկրորդական արդեն գտնում ես այդ ճանապարհը, ոնց հասցնես, ոնց որ աշխատողների հետ, էլի, այսինքն դու ուզում ես ինչ-որ բան անի, թե ոնց իրան կբերես դրան կհասցնես, որ ինքը հավատա, որ այդ իրանն է, ինքը պետք է անի, եթե խաբեություն, մանիպուլյացիա չկա, լրիվ նորմալ է։ Նույնը արեց Տապաստանը, իսկ ձեր հարցին ցենց պատասխան, մարդիկ կան, որոնք հաճույք են ստանում գումար աշխատելուց, այսինքն ոչ թե փողի հետևից ընկած են, այդ իմաստով չէ, այլ իրան մեկը ինքը ինչ կվաճառի, ինքը գազ կվաճառի, ինքը իրան կարևոր է որ գործարքը ստացվի, ինքը ոչ թե գումար աշխատել, ցենց ասեմ, գործարքը ստացվելուց։ Իրան կարևոր է գործարքը ստացվի, այսօր ինքը ջինս է վաճառում, վաղը խորոված է վաճառում, կարևոր չի։ Ու Հայաստանում մի քիչ դա տարածված է, դրա համար լիքը մարդ ունեն մի հատ հյուրանոց, մի հատ վարսավիրանոց, մի հատ գործարան, մի հատ գազի տեղ, մի հատ բենզինի տեղ, մի հատ էս, մի հատ այն, այսինքն այդպես ամեն ինչից մի հատ պետք է ունենանք։ Ու կան մարդիկ, որոնք ոչ լավ են, ոչ վատ են մեկը մյուսից, ես ասենք եթե հաճույք չեմ ստանում այդ գործից, չեմ անի, ինչքան ուզում եմ մեջը փող լինի, ու
հետաքրքրություն պետք է լինի, բայց միանգամից ես տենց գիրք չունեմ ամեն ինչի հանդեպ, որոշ բան կարող սկսեմ, տեսնեմ գիրքը կձևավորվի թե չէ, բայց եթե որոշ ժամանակ հետո ես հասկանում եմ, որ ինձ հետաքրքիր չէ այդ գործը ու ես տանջվում եմ դրանից, ես եթե երեխեքս սոված չեն մնում ու եթե սոված են, ես աշխատել եմ 3 տեղ մի օրվա մեջ ամիսներով, որտեղ պետք է, ասենք, տենց խնդիր չունեմ աշխատելու հետ որևէ աշխատանք, բայց որոշ բաներ կա, որ ամենավերջի բարագայում կանեմ։ Իսկ այդպիսի մի պրոյեկտ սկսել եք, որը ձախողել է, որովհետև ամեն դեպքում այն ինչի եք այդ անումը, այդ առաքելություն ասեմ կամ purpose ասված է, էլի կեսից կորցրել եք։ Չէ։ Այդպիսի քեզ չէ։ Չէ, ձախողվել չեմ ասի, մենք Ֆրանսիայում ռեստորան ունեինք Կանում, իրան վաճառեցինք COVID-ից առաջ։ Ու բախներս վերեց, որ հասցրեցինք, որտեղ COVID-ին փակվեց ճանապարհները, ոչ ոք չէր կարող գնալ, իսկ այդ շրջանում դու պետք է միշտ ներկա լինես։ Սա տենց մեր ներքին բանով կարամ ասեմ ծախողը, որտեղ չպահեցինք, չզարգացրեցինք, բայց այնտեղ բաներ կար, որ մեզնից կախված չէր։ Բայց որևէ գործ, որ հիշեմ, որ սկսել եմ չսիրելով, արել եմ այս գործեր, որոնք պարտավոր եմ եղել անելու են բանով, որ տուն պիտի պահեմ, ասենք, մի օր կուրիեր եմ աշխատել Լոս Անջելեսում, այնքան կորա, որ ասեցի լավ ավելավ ես փողոցը ավլեմ, քան թե կուրիեր աշխատեմ, մեկ էր ինձ համար, այսինքն ինչ գործային կանեի, որտեղ պիտի ապրեի, դա չեմ հաշվում։ Այն գործը, որ ես եմ սկսել, ես երբեք չեմ սկսել մի գործ, որը չեմ սիրել։ Կարող շռայլությունը եղել է իմ համար տենց չէ, ինձ թվում է շռայլություն չի, մոտեցումը։ Հա, բայց այսինքն աշխատել եմ որևէ գործ կաշխատեմ, եթե պիտի ինձ համար էլ է շատ կարևոր, որ բիզնեսը, որով որ զբաղվում ես, ունենա քո համար քո սրտին մոտ լինի, որովհետև ես էլ եմ շատ համաձայն ձեզ հետ, որ երկու բիզնեսի մարդիկ երկու մասի են բաժանում, մարդիկ, որոնք որ իսկապես իրանց նպատակը արդյունք գեներացնելն է եւ դա հիմնական գումարի տեսքով, մյուս մարդիկ մի քիչ ես իրանց ավելի տենց ռոմանտիկ եմ անվանում, բայց իրանք ավելի վատ բիզնեսմեն չեն հաստատ կարող ինչ որ առումով, նույնիսկ այդտեղ լավ ու վատի հարց չի, էլի, մոտեցման հարցը։ Իսկ այդ հավես անունները ով է մտածում ձեր թիմում, Վահե ջան, Steak-արար, շատ այդ անունը Steak-արար, Steak-արարը ես մտածի, որտեվ steak էր, քարեր ու արարել էր, եթե մեկը շինարար է, մեկը ստեղծարար է, եթե դու գալիս ես քո steak-ը տակ քարի վրա սարքում ես, որ steak-արար ես։ Տապաստանն եկա, որտեղ տապաս էր, տենց ինքը իրան ոնց որ տապաս ուզում էր վերջանալ տանով։ Հետո ես Իսրայելում մի օր տեսա ուրիշ ռեստորան, կոչվում էր Տապաստա։ Մենք արդեն բացվել էինք, բայց այնտեղ տապաս պաստա։ Այդ իրանք համ պաստա էին վաճառում, համ տապաս, մենք պաստա չէինք վաճառում, Տապաստան տապաների երկիր, էլի Երևանում շատ բարդ է, որովհետեւ ասում տարը սխալ է կարել Տապաստան պետք է լինի Տապաստան, հետո մի օր ամառը մի հատ վիճուկ էր անցնում, որը շատ լավ հայերեն գիտեր, տապ նշանակում է շոկ, չէ՞, տապակելի։ Շնորհակալ տեսա։ Այ մարդ ամառով սենց անուն դնում են ռեստորանին է շոքին գողնատ դեպեր գործընկերը վատացել էր որ Տապաստանները գավառման սեզոնով պետք է անունը փոխենք ամառով էս տապա անուն դնում են տապ ստեղծման օրից մինչ այսօր հա եկեք վերցնենք The Club-ից էլ հենց անանենք ինչ այնց ամենակարևոր դասերը որոնք քաղել եք կամ դաս չասեմ ամենակարևոր բաները որ սովորել եք որպես գործարար, որպես համահիմնադիր, որ կուզենայիք այդ club-ը ստեղծելուց իմանայիք, որն է եղել, կա այդպիսի բան, որ կարող եք առանձնացնել։ Ստեղծելուց շատ բան կուզենայի իմանայի։ Հա։ Մինչև հիմա էլ շատ։ Կա այդպիսի բան, կարող եք առանձնացնել, որ այսօր կարող է ինչ-որ մեկը իր տենց հետաքրքիր ֆորմատով ռեստորանն ուզում բացի կամ ցանկացած բան, որը որ նորություն է ոլորտում։ Չեմ կարող ասել, որովհետև մի քիչ ինքը շատ անձնական է։ Կամ անձնական է, կամ ինդուստրիալ է, անձնական։ Եթե ընդհանրացնենք, չէ, ասեմ կամ այդ որևէ գործի մեջ կամ ինքը անձնական է լինում ձեր ասածը կամ ինքը ինդուստրիալ է, այսինքն ինքը մտածել է հաշվարկ արել է, օրինակ Իմինոն որ բացվեց, չէ, Իմինոից հետո բացվեցին լիքը գինու բարեր մի մոմենտ, որտեղ բոլորը տեսնում են Իմինոյում լիքը մարդ կար, բայց բացողների մի մասը գինի սիրում էր, մի մասը կապ չուներ գինու հետ ու փակվեցին։ Այո։ Փակվեցին, որտեղ իրենք գինի չէին սիրում։ Իրանց թվում էր, եթե շատ մարդ Իմինոն հետևը մեքենա ունի, փող է տպում, իրանց մոտ չէր ստացվում այդ փող տպելը, մեր մոտ չէր ստացվում։ Որտեվ երկար տարիներ Իմինոն աշխատում էր առանց եկամտի ու հիմա էլ այլն որ որտեվ այդ գինու մեջ գիտեք, բան քիչ է եւ այլն։ Եթե դու հետևում ես ուրիշին ու անում ես մի բան, որտեղ ուրիշի մոտ ստացվել է,
Չեմ կարող ասեմ, կարող է հետևես ու ստացվի ու իրանից լավ անես, իմ մոտ չի ստացվել։ Հետևելով չի ստացվել։ Չի ստացվել հետևելով, որովհետև եթե չեմ սիրել, օրինակ հիմա ստեյկը, հա, շատ մարդիկ ստեյկ անում են, բայց եթե մենք քարի վրա ստեյկ չունենայինք ակումբում, որը առաջինը Երևանում ենք արեցինք, այդ ստեյկարարը ուրիշ ձևի կլիներ լրիվ ու կարող է ստեյկը չլներ։ Այո։ Ասենք ին վրա մեկ բան էին անում, որ տենց էկո պրոյեկտ եք անում, զերո թափոն, կլիմայապես նեյտրալ ու միս եք վաճառում։ Հա։ Ասում ես չեմ դիսկրիմինացիա չեմ անում միսուտողների հանդեպ, իմ մեղքերը քավում եմ այդ ծարտ ընկելով, որովհետև միս արտադրելուց վնասը ավելի շատ է, բայց մյուս կողմից չեմ կարող զրկել մարդկանց այն հաճույքից, որ իրանք ստանում են, ու ասեմ ինքը շատ փոքր ռեստորան է, ինքը տենց մեծ, այդ ուտողներն էլ են քիչ, էլի, ու տենց շատ վնաս չենք տալի, բայց բնությանը եւ հա, բայց երևի մի բանը, որ հաջողության դեր ասած հարցին պատասխանեմ, գաղտնիքը չգիտեմ, բայց գաղտնիքներից մեկն է, որ բոլորին հաճոյացնելով չես կարող հաջողության ստացնել, ու միակ սխալը, որ ես արել եմ, որ մտածել եմ միշտ ժամանակ ունեմ, ժամանակ չունեմ, տենց Իսկ մտածել եք, որ շատ զբաղված եք։ Չէ, ինձ թվացել է, թե ժամանակ ունեմ, Հա, իսկ ես չունեմ, ու մենք չունենք։ Այո։ Ժամանակը վերականգնվող ռեսուրս չի, դրա համար Ու այդ երևի տարիքի հետ է այդ հա, միտքը գալիս։ Միանշանակ։ Հա, լրիվ կիսում եմ ձեր տեսակետը տեղ, ու երբ որ այդ միտքը հասկանում ես, ամեն ինչ սկսում է ուրիշ արագությամբ շարժվել։ Ու մեկ էլ անկեղծությունն է երևի, առաջին մենք ոչ մեկին այդպես լավ չենք խափում ոնց որ մեզ։ Դրա համար ես միշտ հասկացել եմ, որ մենք ենք ինչ որ մտածում ենք, ոչ թե ինչ որ ասում ենք։ Ու կամ անում ենք այն ինչ որ անում ենք, երբ որ ոչ ոք չի նայում։ Դրա համար հետաքրքիր է։ Մեր հետ անկեղծ, ինքդ քո հետ եթե անկեղծ չես, դու քո ճշնամին ես։ Ու տենց մեր աշխատողների բաները երկար տարիներ ենք աշխատում ընտանիքի պես, բայց բոլորը գիտեն, որ ասենք երեխայի պես, ասում են ընտանիքի պես, իմ համար բան չի, որ մոտիկ ենք իրար հետ, այլ ոնց որ ես իմ երեխաներին եմ վերաբերվում, ուզում եմ, որ իրանք ինձնից խելացի լինեն, ինձնից հաջողակ լինեն, եւ այն ձևի իմ աշխատողներին եմ միշտ վերաբերվում։ Այդ պրոյեկտներից մինչ զարդներին կանցնենք, ուզում եմ անպայման խոսենք զարդների մասին, կա մեկը, որ ավելի մոտ է ձեր սրտին։ Քանի որ մենք այնպես ենք բաժանել, որ ամեն նախագիծը ոնց որ մի հոգի է զբաղվում, գործընկերներից, հա։ Այդ տեսակետից ես զբաղվում եմ ակումբով ու ստեյքարարով, ես ավելի ներգրավված եմ։ Բայց մոտիկ ոնց որ բոլորը քո երեխաները լինեն, բոլորն էլ մոտիկ են։ Բայց ներգրավվածության իմաստով ոնց որ 5 երեխա ունենաս, 6 երեխա ունենաս, բայց երկուսի պատասխանատվությունը քո վրա են դրել, դու ավելի շատ գիտես իրար ցավերի, խնդիրների, որ պետք է լուծես այդ տեսակետից ակումբը ու ստեյքարարը։ Ստեյք ակումբը հիմա մի քիչ բան է անում, որտեղ բոլոր կոവിഡ്ի ժամանակ փակեցինք, բոլորին թվաց թե փակվել է, ու հիմա այդ պայքարի մեջ ենք, որ երևանցիներին հիշեցնենք, որ որովհետև գալիս են ստեյքարար, մունատ են գալի, ասում են, ինչի ակումբը փակեցիք։ Ասում, ստեյքարից ակումբ 200 մետր է, մի հատ չի դες փագա, թե բացար։ Ու որ մտնում են ասում են, «Վայ, այստեղ մենք մեծացել ենք, այս մեր տունն է, այստեղ բան, իսկ ես ունեք, հա ունենք, վայ, ես կարոտել եմ այդ բանը դրեն»։ So այդ տեսակետից ակումբը հիմա ավելի տենց երեխանա, որին մեծն է ամենա, որ պետք է իրան որ ամենաշատ ուշադրությունն է պահանջում այս պահին։ Հա, բայց մնացածը բոլորը հարազատ, մենք ամեն օր բոլորի մասին խոսում ենք, կիսվում ենք։ Ես ուղղակի որոշումներ չեմ ընդունում։ Մարիամը պատասխանատու է Ինվինոյի համար, Գայիկ Տապաստանի համար, Հովակի Մտրինիցի, նո Ինվինոյի 6100-ի, այդ ջրվեժի մեր խանութի համար ու բարի։ Ես Ինվինոյի ստեյքարարի, բայց իդեպ շատ սիրուն է 6100-ը եւ մեր գինիները, մուսա գինիները ներկայացված են այնտեղ ու ես ուրախ եմ, որ այդ համայնքում, որտեղ որ համարյա չկա գինետան նման ֆորմատ, կա 6100-ը ու հուսով եմ, որ ինքնին շատ հետաքրքիր է, որտեղ 6100-ից հետո ես բացահայտեցի իմ ծանոթների մեծ մասը որտեղ ապրում։ Հա։
Պարզեց ընդեղ եմ Մեր վրա։ տան մոտ բաց է Հա, ասում։ հա, այն մեր տան Մեր մոտ է տան մոտը ու ծարավ ծորախ բյուրը բաղրեման, բազվես լիքը մարդ ընդեղ ապրում է, որ ես չգիտեի։ ես շատ ուրախ եմ, որ բացվել է։ Իհարկե, որպես գինեգործական ընտանիք, ես միշտ կատակով ասում եմ ամուսնուս, որ մենք հուսագինները ստեղծել ենք, որ երբ ուզենք իջնենք մառանից գինի վերենք խմենք, տենց կատակով մեկ-մեկ մեր հյուրերին եմ ասում, ու իրանք իսկապես մտածում են, որ մենք այդ մեծ արտադրությունը սկսել ենք, որ ցանկացած ժամանակ։ Հա, ու ես գիտեք, սենց ամեն անգամ տենց երբ որ հա, ռոզե եք ուզում ինչ բան, մի հատ իջնենք ներքևից վերենք, ու երբ որ բերում եմ տենց բանով, դու ասում, այ մենք գիներ, մենք մուսագինիներ, այս սրա համար ենք սկսել, որ ցանկացած ժամանակ իջնենք ու բերենք, ու հա, 6100-ը շատ սիրուն ու հավես ֆորմատը, ու ես հուսով եմ, որ մենք ինվինո ավելի շատ ենք գնում ամեն դեպքում, դեռ չնայած որ մեր տանը շատ ավելի մոտ է 6100-ը, բայց հուսով եմ, որ ինքն էլ տենց կդառնա ընդեղի բանը, ոնց ասեմ, հավաքատեղին, էլի, գինեսերների։ Հա, մենք էլ ենք հույսով, մենք չզեցինք, ես չեմ սիրում շղթայական ինչ-որ բաներ, բոլորին նույն անունը դնել, որովհետև 6100-ը լրիվ տարբեր այն վիներից, ուրիշ մթնոլորտ է, ուրիշ վիճակ է, գինների քանակը եւ այլն, ինքը իր յուրահատուկ համնոհոտ ունի, վինոն իրանը, դրա համար ես չուզեցի որ նույն անունը դնենք։ Շատ լավ։ Չնայած առաջարկը տենց էր 8 Ինձ սենտրից, թվում է, որ բայց անենք։ չէ, ճիշտ է 6100-ը, տենց շատ հստակ է, էլի, ինվինոն, որովհետեւ ինձ թվում է երկրորդ ինվինո ինձ համար չկա, ինվինոն ինվինոն է։ Բայ ջան, խոսենք գրքերից, ընթերցանությունից, զարդնիրից մի փոքր կուզենամ ներկայացնեք զարդնիրը եւ ներկայացնեք ձեր ներգրավվածությունը ու ես էլ կասեմ ես որտեղից եմ ծանոթ զարդնիրին եւ ինչու է դա շատ կարեւորում որ այսօր ուզել եմ որ խոսանք այդ մասին։ Այս բոլոր նախագծերից խոսալով մեկը ասեմ զարդնիրը երևի ամենակարևոր իմ համար պրոյեկտներից որտեղ Մենք ես չեմ սիրում իշխանություն, կառավարություն որևէ երկրում, ոչ թե հեղափոխական եմ, այլ գտնեմ, որ հերոյա պետք մնալ։ Հա, բայց մենք չուզենք մասնակից ենք այդ կյանքին ու ոչ մի ձևով չենք։ Ես հասկացել եմ Ամերիկայում ապրելով 10 երկիր ապրել եմ, շատ երկրներ, գործի բերումով ճամփորդել եմ, աշխատել եմ տարբեր տեսակի մարդկանց հետ։ Ես հասկացել եմ, որ ամենավտանգավոր քաղաքացին կրթված, հարց տվող, զարգացած քաղաքացին է իշխանության համար։ Այո։ Ինչքան իշխանություններ ուզենան, մենք կրթության կողմից ենք, չէ, իշխանություններին, բոլոր իշխանություններին անհրաժեշտ են անգրագետ, հարց չտվող քաղաքացիներ, որոնք կքայլեն, ոնց որ մակեդոնացին ասում էր, ես չեմ վախենում գայլի բանի ոչխարի ղեկավարած գայլերի բանակից, ես վախենում եմ գայլի ղեկավարած ոչխարների բանակից, մի գայլի։ Դա համար զարդների, երբ որ ծանոթացանք Արեգի հետ Ավրամյան, ու ինքը խորհուրդ հարցրեց մի անգամ, դրանք ես մեծ ոնց որ ձեռովոտով գցվեցի այդ ծրագրի մեջ, իմ համար շատ կարևոր է, նաև narek.com-ի հետ մեր սայթի բան, որ անում էինք այդ գրքերի վաճառքը երեխաներին գիրք հասցնելը մեծերին բաներին, ոնց որ կապվածություն կար։ Ու ինքը տենց Ռուսաստանում ապրելով որոշել էր այդ ծրագիրը սկսել, հետո տեղափոխվեց Հայաստան ու բոլորովին իր այդ ոնց որ իր գործունեության հետ կապ չունեցող բաներ, ինձ շատ հուզեց ու հետո որ տեսա այդքան կամավոր է աշխատում այնտեղ, կայքի վրա 100 հոգու նկար կա, ոչ ոք մի երկու հոգի են վճարվող, մնացածը բոլորը կամավոր են, ինձ շատ ոգևորեց ու իրանք սարսափելի կարևոր գործ անում զարդնիրը ու անում է շատ այնքան քիչ ռեսուրսով, որ ապշում ես։ Մի փոքր ուզում եմ մանրամասնենք Վահե ջան, շատերը այսօր առաջին անգամ են զարդնիրի մասին լսելու։ Մենք զարդնիրը ծրագիր է ստեղծել, մշակել է մեթոդաբանություն, մոտ 40 գիրք ընտրել, որոնք չեն անցնում դպրոցում, միջազգային հայտնի գրողների գրքեր է, Շեքսպիրից սկսած մինչև Ռեմարկ եւ այլն։ Հայ գրողներից կա Ուիլյամ Սարոյանը, մեկ էլ Մանյունյայի Նարինե Աբգարյան։ Այսինքն այն գրքերը, որոնք թարգմանված են հայերեն, այսինքն ընթերցանությունը անպայման հայերեն է, ու այդ գրքերը բաժանված է երկու մասի տարիքային բանով։ Ու դպրոցներին զարդնիրը համոզում է, որ ստեղծեն ընթերցանության խմբակներ, ակումբներ, բայց ուղղակի ընթերցանություն չի, այլ քննադատական մտածողություն ձևակերպելու
համար ու այդ երեխաները ըստ ուսուցիչների արձագանքների, որ մենք հավաքել ենք, ապշելու բաների են հասնում, այսինքն իրանք իրանք սկսում են քննադատել, իրանք մտածել, բողոքել, հասկանալ իրար հետ, ինչ որ նույնիսկ գնում են գյուղի գրադարանի դուրս ստիպում են գրադարանում բերում են որ գյուղի գրադարանը բացի որ այդտեղը երևի չգիտեին ինչ որ ընտանիքների տանը առաջ անգամ գիրք է հայտնվում մայրերը պայրերը սկսում են կարդալ որովհետև այս 90-ականներին որ գրքերը վառվեց ու մեջտեղի դուրս եկավ գրքի մշակույթն էլ հետը դուրս եկավ իսկ սովետական ժամանակ Հայաստանում ըստ ամեն հոգուն ամենաշատ գիրքը Հայաստանում էր տպվում բայց բոլորս դասականներին ունեինք, բոլորս ամենից մեծ գրադարաններ ունեինք, առնելու համար թղթերն էինք հանձնում, որ եւ այլն։ Հետո այդ ամեն ինչը կորավ մեջտեղից, որովհետեւ տարիներն էր տենց ու հիմա մեծ ուրախությամբ որ այդ վերականգնվում է, գրքի խանութներ են բացվում եւ այլն։ Ու զարդները աշխատում է ոչ միայն Երևանում, այլ բոլոր մարզերում 100-ից ավելի դպրոցում այդ խմբակները կան, հազարավոր երեխաներ են մասնակցում ու միակ ծախսը ասենք այդ գիրք առնելն է ու գիրքը ուղարկել դպրոցից դպրոց։ Հիմա մենք ենք անում որ գիրքերը շատանան, որ նույնիսկ այդ կուրիերի այդ վճարումներն չլինի, որովհետև դա շատ գումար է տանում։ Այդ դեպքում մնում է միայն գիրք առնելը։ Այո։ Մնացած ոչ մի բանի գումար չկա։ Դա համար մենք դիմեցինք որոշ ընկերությունների, բաների, ասենք կարող գումար չտա, կարող գիրք տակ։ Ու հիմա նույն ակումբում դրած այդ գրքերը, ովքեր հաճախորդները գալիս են, ասում են, այս գիրքը ես ուզում եմ դպրոցի համար, գրքի վրա կնիկ է խփվում, որ այս գիրքը զարդներին նվիրել է Արմեն Արմենյանը, գիրքը մնում է մեզ մոտ, իրանք փողոցում են այդ դրամահավաքի տեղը, այդ գրքի վճարը։ Ու այդ գիրքը գնում է դպրոց։ Հիմա ասենք Արևիկ գրախանութում ենք նույն ծրագիրը սկսում, Թումանյանի վրա նոր խանութ է, գրախանութ, իրանք էլ են հիմա դնելու զարդների գրքերը ու մարդիկ կարողանալու են մոտենան, ընդեղից գնեն։ Տենց մենք բոլորին ասում ենք, մեզ կարող գումար չտակ, միայն գիրքը բերեք։ Ու դա խթանում է շատ բան, դա խթանում է գրքի տպագրությունը տպարանների համար։ Որտեղ եթե հասկացեք Հայաստանի բոլոր դպրոցներում այդ 40 գիրքը հայտնվի, այդ 40 գիրքը պետք է տպվի։ Այո։ Ու մի հատ չի։ Այսինքն խմբակի մեջ 10-15 հոգի է, ամեն մեկը պետք է գիրքը տանի տուն, կարդա, բերի։ Արդեն երկրաչափական պրոգրեսիվ է։ Մեծ ուրիշ խնդիր է լուծվում։ Բացի դրանից այդ երեխաները սկսում են ինքնակնդատ լինել, սկսում են հարցեր տալ, ինքնավստահ լինել, իրար հետ շփվել ավելի ճիշտ, ճանաչել են բաները, որ իրանք չէին հասկանում, որ կար, հարաբերությունների մեջ, մտածելակերպը, լեզուն, որտեղ մենք մտածում ենք լեզվով, չէ՞, եթե մենք այդ բառերը չգիտենք, մենք չենք կարող շատ բան մտածել։ Սահմանափակվում է, հա, ու այսօր շատ ավելի դժվար է երեխեքին հետաքրքրել գրքով, բայց այսօր շատ ավելի կարևոր է հետաքրքրելը, քան օրինակ երբ որ ես էի երեխաների տարիքին։ Հա, մենք չունենք ուրիշ խանգարող բաներ, որին ես շատ հանգիստ եմ վերաբերվում, բայց շատ ծնողներ երջանիկ են, որ իրենց երեխաները որ տուն են գալի գիրք են կարդում, այլ ոչ թե հեռախոսի մեջ են։ Հեռախոսը իր լավ կողմեր ունի, վատ կողմեր ունի, ես ցավով չեմ վերաբերվում դրան, ասենք իմ տղաս աղջիկը շատ են օգտվում, բայց այնքան բան են սովորում այդ, նա այդ ինչ ես անում այդ հեռախոսով, հա։ Նա այդ ուղղվածությունը համաձայն եմ Վահե ջան, բայց չեք կարծում որ գիրք կարդալը չէ միանշանակ այդ թուղթը այդ բանը շատ կար մեր տանը գրքերը շատ կար եւ ասում ենք ինչի մեկը չեն կարող չկարդան ասում ինքը մինչեւ չտեսնի այդ չզգա իր համար դա պետք է լինի սովորական տան ատրիբուտ է ինքը պետք է դրած լինի տան ինքը չզարմանա գիրք տեսնելուց ու ուզի ժամանակ առ ժամանակ երբ որ ինքնից հարց է տալի ասում են գրքի մեջ այդ գրած է գնա քթի դու ինձ ասա ես չիմամ չես ինձ եկի հարց տալի Հեսա Google-ով կարդում, ասում Google-ի մեջ չկա, ասում եմ, ինչ որ այդ գրքի մեջ կա, որովհետև այդ գիրքը գրվել է մի ժամանակ, երբ որ Google-ն է ինդեքսացիա չի արել ու բան չի անելու։ Բայց ցավոք սրտի հիմա այդ պատասխաններն են ավելի հեշտ գտնում LLM-ների, ChatGPT-ների, Gemini-ների եւ այլն։ Ցավոք չի ասի, որովհետև գիրքը չպետք է պատասխաններ տա, ինքը պետք է սովորացնի դու հարցեր տաս։ Իսկ այդ ChatGPT-ները չեն սովորացնում այն չէ հարց տաս այսինքն ինչ որ տեղեկություն ստանալու համար հա բայց ես հարցը ուրիշ իմաստ ունեմ որ քո ապրելու ամեն ինչի մասին հարցեր տաս ֆիլիսոփայական ավելի Ես Զարդներին ծանոթացել եմ երբ միջնեք տեղած միջին դպրոցում էր եւ միացել էր այդ խմբակ ասեմ ակումբ ասեմ
եւ իր հայոց լեզվի ուսուցչուհին Ընկեր Պողոսյանը, ով մեզ ծանոթացրեց Զարթների հետ, շատ շնորհակալ եմ իրեն եւ Արեգին էլ շնորհակալություն, Լիլիթին եւ Արեգին ջերմ բարևներ, այսպես ասած։ Հա։ Ու փաստացի ես ոնց որ այդպես եմ անվանում տրայեկտորիա, հետագիծ է փոխվում երեխեքի։ Ու ես ինքս շատ եմ կարդացել, երբ իմ երեխաների տարիքին եմ եղել, հիմա ավելի քիչ եմ կարդում, ցավոք սրտի, բայց կարդում եմ էլի, ու մեր էպիզոդների ժամանակ էլի ենք անդրադարձել կարդալուն, նյումագից ենք ունեցել արտակին հյուր եւ էլի ինքն էլ խոսում էր թե ինչքան քիչ են կարդում Հայաստանում եւ թերևս ամենաճիշտը հենց այդ երեխեք այդ տարիքից սկսելն է, այսինքն եթե երեխան 10, 12, 13, 8, այսինքն միջին դպրոցի տարիքից սկսում է կարդալ եւ դա դառնում է իր համար ուղեղը զարգացնելու եւ այդ հարցերը տալու եւ այդ հարցերին պատասխան ստանալու, հետո արդեն դա դառնում է մի տեսակ կենսական անհրաժեշտություն, այսինքն ինքը հետո 15-ում էլ է կարդալու, 20-ում էլ, որովհետեւ դրա կարիքը ունի։ Ես մեկ զգում եմ, որ ինչքան էլ որ կարճ հոդվածներ, տեսանյութեր, որոնք բոլորը շատ կրթական ու շատ որակյալ բովանդակություն են։ Ես կարելի ասել շատ քիչ եմ նայում տենց զվարճալի ինչ որ իսկապես չեմ սիրում, հատկապես կարճ վիդեոները։ Ու այդ կարիքը կա մի հատ կարդալու, տեսնելու թե դիմացինը, որը գրել է, ինչ է մտածել։ Իմ համար գիրքը է դա։ Իսկ իմ համար գիրքը շփվել դիմացի մարդու հետ, իր մտքի լեզվական մտածողության մակարդակի վրա ինչ որ բան բացահայտել, դրանով ես ինքս եմ ինձ բացահայտում։ Հիմա այդպես է։ Օրինակ խանասում եմ կինոն նայել եմ, ասում կինոն դու նայել ես, ճիշտ լավ ես արել, կինոն այդ նկարահանողի պատկերացումն է այդ գրքի մասին։ Իսկ դու քոնը ունես քո պատկերացումը այդ գրքի մասին։ Մի հատ ունեցի համեմատի իր բանի հետ։ Բայց կինոն օգնում է, այսինքն տղան նայում էր գիշերը թանգարանում այդ ֆիլմերը, որտեղ արթնանում են բոլոր հերոսները, չէ՞, կենթանանում են։ Դրա պատճառով ֆարանք վիշապաքարի այդ գիրքը, որտեղ վիշապն է արթնա Երևանում վզգոն, չգիտեմ, բան վերակենդանում են ու ինքը մեծ հաճույքով կարդաց։ Հիմա պետք է գնա երկրորդը առնի արդեն։ Երկրորդ գիրքը առնի ու ես չեմ առնում իրան, ես ասում դու մտի որ հաճույքը 13 որ մտնի հաճույքը ստանա ինքը գնելու գիրքը վերցնելու իր ձեռը եւ այլն ու կարդալը Զարթնիրը ես ասեմ իմ ամենակարևոր բաներից է որ ես ոնց որ իմաստավորում իմ կյանքս բաղեմ ինքը բացի այդ կարդալուց ինքը առիթ է տալի որ մարդիկ իրար հետ նորմալ շփվեն այդ երեխաները իրար հետ քննարկում են այդ ամեն ինչը համեմատում են դառնում են մտածող քաղաքացի որից միայն օգուտ կա ոչ մի կողքից վնասակար որևէ բան որ անում ես կողքից մի հատ վնաս է լինում, ստեղ այդ վնասը չկա էլի։ Ճիշտ է։ Իսկ ոնց պետք է անենք որ ավելի շատ կարդան Վահե ջան։ Դուք ձեր երեխաների փորձի վրա նայեք մենք հիմա ավելի շատ դպրոցներում կարող է լինենք, եթե ունենայինք ավելի շատ գիրք։ Իսկ այդ գրքերը չունենք, որովհետև այդ գրքերը պետք է գնվի։ Այդ գրքերը գնելու համար պետք է մարդիկ դի գնեն բերեն տան մեզ կամ մենք դի գումար հայտենք։ Քիչ այդ աճում ենք մարդ երեխեքին իրանց այդ որ մենակ չի անում ինքը նստած օրինակ Զարթների բաներից մեկի մեջ այդ հետադարձ կապի մեջ գրած էր որ երեխաները որոնք առաջ տենց մենակ էին չեն շփվում ոչ մեկի հետ հիմա այս խմբի մեջ արդեն այդ գրքի մեջ իրենք իրանցել են թե այդ մարդկանց հետ ընդհանուր թեմա ենք թե առաջ իրենք գիտեն բան չունենք խոսալու իրար հետ հիմա ունեն խոսալու իրար հետ հետո գիրքը իրար են փոխանցում այդ ամենագեղեցիկ մասն է երևի դու ես գրքի ես հերոսն ես հետո ներկայացումներ են դնում չգիտեմ մտածում են ֆիլմ նկարեն ես անեն իմ կարծիքով անգլերեն ասում են economies of scale քանակության ու չափի խնդիր է ինչքան շատ լինի երբ որ ողողում ես այդ դպրոցները այդ գրքերով արդեն իրանք այդ երեխաները մասշտաբային պետք է լինի ինքը հասկանում է որ սա գիտես այն բանը չի որ սա ուրեմն մամաս ասում էր կարդա դասատուս ասում էր կարդա այլ այն բանն է որ ընդունված է բոլորը անում են ես էլ եմ ուզում անել Think մի երեխա գնացել է դասատուին ասել է ձեր երազանքը կատարվեց ես սկսեցի գիրք կարդալ ինքը հասկանում է դասատուի երազանքն է եղել բայց դառնում է իր երազանքը ու այդ բանի խնդիրը ընդհանրապես մասնակցության օրինակ ես որ ճամփորդում եմ մարդկանց հանդիպում եմ ասում եմ կարաս գրվես ամիսը մի հատ սուրճի փողը ծեծված բանա չէ սուրճի փողը դրսում 10
զարդներին, քո այդ $5-ով մենք մի հատ գիրք կառնենք։ Բա որ սենց լինի, բա որ նենց լինի, ասում եմ, բա որ ինքնես մեռնես, այսինքն բա որը որն է $5 քո համար, ասենք այդ մի սուրճը պատկերացած սուրճը տարել ես, կպել ես կողքինից, թափել ես, գնացել ես միատել ես արել, պատկերացած այդ թափած սուրճն։ Որոշ մարդիկ արեցին, որոշ մարդիկ դե պատճառ կտան չանելու, խոսքը գնում էր, ասենք ամիսը $5 տալու մասին։ Մենք անպայման այս էպիզոդի նկարագրության մեջ եւ մեկնաբանություն հղումը կդնենք, որովհետեւ հաստատ այսօր լիքը մարդ կա բացահայտի իր համար զարդներ կամ գուցե լսել էր, բայց շատ մանրամասներ չգիտեր, ու անպայման միացեք եւ շատ մեծ գործ է անում զարդները, դուք էլ կարող եք այդ մեծ գործին փոքր ներդրում ունենալ։ Ընկերներից ասենք մարդիկ կան, որոնք բան են դրել, ասում են ամեն ամիս այսքան գցում ես այդ տուփը, որ ֆինանսավորում է, ասենք մի 4-5 դրոց։ Մարդը այնտեղ ապրում է, ոչ կապ ունի, ոչ թե բարեկամություն ունի, ոչ այդպես հատուկ բան չի, բայց գիտի, որ այդ երեխեքը պետք է կարդան, զարգանան, հարցեր տան, որ իր հայրենիքը ոտի կանգնի։ Իսկ գրքերը ոնց եք ընտրել, Վահե ջան։ Գրքերը ընտրվել են այդ մասնագետների կողմից, այդ ժամանակ Արեգը գտել է մասնագետների, որոնք այդ գրքերը ընտրել են, ես չեմ մասնակցել դրա ընտրությանը, չեմ կարող տենց ասեմ, դրա մասնագետներ չեմ։ Մենք ուղղակի ես Արեգին խորհուրդ տվեցի, մենք նախարարությանը դիմեցինք, ներկայացրեցինք զարդները ու իրանցից ստացանք նամակ, որ իրանք կողմեն, որ զարդները դպրոցներում լինի ու դա շատ օգնեց, ոչ մի բան իրանցից չենք ուզում, իրանք մեզնից ոչինչ չեն ուզում, ոչ մի հարաբերություն չկա այնտեղ, ուղղակի իրանք ասում են սա լավ ծրագիր է, դեմ չենք։ Ու դա լիքը դպրոցի դուր բացեց, որովհետև տնօրենները գալիս ես ինչ որ ծրագրով, ես ինչ իմանամ, անեմ վաղական, ասեն ես ով է, ինչի թողեցիր։ Մենք մասնավոր դպրոցում ենք, թերևս այդ առումով ավելի հեշտ էր, բայց մեկը, ասենք, մասնավորին այդքան հիմնականում այդ գյուղերն է, շրջաններն է եւ այլն, որը շատ կարևոր է։ Չէ, ինձ թվում է Երևանում էլ, ինձ թվում է այդ համատարած խնդիրը։ Չէ, դա խնդիրը համատարած է, բայց մեր համար կարևոր էր այդ դռները բացել այդ մարզերում, Արցախում էլ կար Ջավախքում, այսինքն ու Ջավախքին օրինակ մի հատ IT ընկերության ղեկավար էր, ինքը Ջավախքից էր, ինքը աջակցեց, տենց որ դպրոցներ կապեր ստեղծել նաև այլն։ Շատ լավ։ Սա զարդների ամենակարևոր բանն է։ Հա, զարդների մասին անպայման մանրամասներ կներկայացնենք եւ հուսով ենք, որ մի փոքր ներդրում էլ այս էպիզոդը կունենա, որպեսզի մարդիկ իմանան այդ նախաձեռնության մասին ու նաև հնարավորություն իսկապես մի սուրճի գնի չափով, որը որ Հայաստանում էլ այդքան էժան չի։ Հա, Հայաստանում ավելի թանկ է իմը սուրճը։ Հա, Հայաստան, բայց լավն է Հայաստանի, ես սիրում եմ Հայաստանի սուրճը, հա։ Շեֆ եք մի քիչ հայկական գինի, հայկական գինել եմ շատ սիրում, գինուց այսօր շատ խոսեցինք, հայկական գինու ջատագով եմ նաև ամենտեղ։ Այդպես, Վահե ջան, եթե հա, ասեք։ Չէ, այդ ամեն ինչի մեջ օրինակ հայկական գինին մենք պատկերացնենք գինի, մարդիկ մեկ որ դժվար ժամանակներ առնում, ասում մարդիկ նստած են ռեստորաններում, գինի են խմում։ Դե այդ գինին չխմեն, այն գյուղացին պիտի սոված մնա։ Այդ գյուղացին է սահմանի վրա է, օրինակ գինի ունենք, որը ստեղծվել է պատերազմի ժամանակ, որովհետև սահմանի գյուղերից մեկում խաղողը չէր հավաքվում, մի հատ իմ ընկերներից մեկում ես այդ պատմությունը կարդացել եմ, աշխատել եմ, եկավ, ասես, գիտես, այդ գյուղը կա, ինքը ասեց, ես ֆինանսավորում եմ ամեն ինչը, մի ձևի այդ գյուղում այդ խաղողը հավաքենք, այդ մարդիկ պոստերին կանցեն, իրանց խաղողը փչանում է, փող տվող եւ այլն։ Հիմա ինքը կարար հաներ այդ գումարը տար այդ մարդուն, բայց այդ մարդիկ ուզում են իրանց աշխատանքի, ինքը այդ գումարով գար տեսնել այդ ճլորած խաղողը, իր սիրտը ցավալու էր։ Սենց ինքը համ գումարը տվեց, համ խաղողը հավաքվեց, դարավ շատ լավ գինի, վաճառվում է։ Ասեմ, այդ որ ասում գինի, մենակ գինի հարցը չի, ով այդ գինին ստեղծում, ով այդ գինի համար քրտինք թափում եւ այլն, այսինքն մարդիկ մեկ-մեկշան չեն խորանում, որ հասկանան, որ ամեն ինչի իր հետևանք ունի։ Հետո ասենք գյուղացին գալիս է տաքսիա քշում Երևանում, ասում են չի եկավ, որովհետեւ իր վարունգը չկերար, իր գինին չխմեցիր։ Իսկ գինի ստեղծելը առհասարակ որևէ բան զրոյից, այսինքն բերք, հող, մշակել, բերք, հետո արտադրանք, այդ տիտանական աշխատանք է, շատ մեծ աշխատանք է։ Միանշանակ։ Ես IT ոլորտից երբ որ մի փոքր ես չեմ ամբողջությամբ զբաղվում, բայց շփվեցի ահագին գինեգործության ոլորտի հետ ու այնքան բան սովորեցի եւ առաջին սովորեցի համբերություն։ Այնտեղ process-ները չես կարող 10 մարդ ավելացնել եւ process-ն ավելացնել, արագացնել, որովհետեւ բնությունը դու ընդհանրապես հետաքրքիր չես քո պահանջներով եւ այլնով բնության ինքը ունի
իր ժամանակը, գինին ունի իր ժամանակը ու հետո ամենահետաքրքիրը ինչ բացահայտեցի, որ գինի խմողներն էլ իրենց կմա հաճույք չասեմ, բայց իրանք էլ իրանք ծրագրով են գալիս, այսինքն իրանք էլ մի հատ էլ իրանք հետ պետք է աշխատանք տանես, այսինքն դա շատ մեծ տիտանական աշխատանք է։ Վայ ջան, եթե մենք հանդիպենք 2, 3 կամ 5 տարի հետո, ինչ պրոյեկտներից կուզեիք, հա, ինչ պրոյեկտներից կուզեիք խոսենք։ Կուզեիք, որ Զարթնիրը մեծացած լիներ, կուզեիք, որ նոր steak հարար եւ the club ունենայինք։ Զարթների կարիքը չլիներ, այսինքն մարդիկ այնքան կարթային, որ էլ կարիք չլներ ինչ որ ստիպել մեկին ճրտրագրեր հնարելու եւ այլն, որ մարդկանց ստիպեն կարթան, նո քաջալեր էին ստիպել, չասեմ, քաջալեր էին կարթային։ Կուզեի բոլոր ռեստորանները լինեին 0 թափոնով աշխատող Հայաստանում, որտեղ մենք մեզնով ոչ մի բան չենք փոխելու։ Ինքը մոտավորապես Trinity-ին փորձից է, Trinity-ին առաջի օրգանական գինին էր, դրանից հետո որ տեսան հնարավոր է սերտիֆիկացնել, բոլոր շատերը սկսեցին անել օրգանական գինիներ, որովհետև մենակ Trinity-ին փոճուր գինեգործական ընկերություն է, ասենք մենք այդ հողը տենց մշակենք, նենց մշակենք, Հայաստանում բան չի փոխվում։ Նույն ձևով ստեյկարարը ակումբը թափի չթափին ու բարաշենը չի վերանալու, բայց եթե բոլորը միանան ու մեծևի անեն, այդ դեպքում արդեն մեծ ազդեցություն կունենա։ Մի քանի նախագծեր կա տենց մտածելու, աղջիկս հիմա ավարտել է արդեն դպրոցը, գնաց նահանգներ սովորում է մեր մասնագիտությունը, մեր ճյուղը, որ վերադառնա ու իրագործի, դրանց մասին չեմ, բայց շատ հետաքրքիր բաներ են։ Դե մյուս անգամ ձեր աղջիկա հետ կհրավիրենք։ Հա, դիմել է 3 տարի ունի մինչև ավարտի։ Դա ուրիշ տենց շատ բան կա անելու հետաքրքիր, պիտի հաճիկով անես, սիրտդ մեջ դնես ու անկեղծ անես։ Այո։ Չգիտեմ, ես չեմ կարող ասեմ, ես անկեղծ մարդ եմ կամ բոլորի, ասենք տենց բաներ չունեմ, որ ես սենց եմ, բայց նույն գինու հետ, եթե անկեղծ չլնես գինու հետ, ինքը լավ գինի չի դառնա։ Այո։ Դա համար երբ որ վատ գինի եք խմում։ Գինի խմում, նույնիսկ խմելուց եթե անկեղծ չես խմում, ինքը լրիվ ուրիշ բան է ստանում։ Եթե վատ գինի եք խմում, իմացեք, որ գինեգործը անկեղծ չի եղել։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ Վահե ջան, վայելեցի ամեն րոպեն մեր էպիզոդի այսօր եւ հավատացած եմ, որ նույն այս էներգիան փոխանցեցինք նաեւ մեզ դիտողներին հատկապես YouTube-ում, որովհետեւ ունենք նաեւ podcast-ային հարթակներում ուղղակի աուդիոն են լսում։ Շատ մեծ հաջողություններ եմ ցանկանում բոլոր պրոյեկտներին եւ ընկերություններին, որոնք որ ստեղծել եք, որոնցում մասնակցություն ունեք, որոնք որ Զարթների նման աջակցում եք եւ կարծում եմ, որ ես ամեն դեպքում հավատացած եմ, որ երկրները անհատների հիման վրա են սկզբից կայանում, հետո դառնում են համակարգ, հետո արդեն ավելի այդ զարգացումը գնում է համակարգված։ Ինձ թվում է մենք մեր երկրի կառուցման այն этаպում ենք դեռ, որ անհատները շատ մեծ ազդեցություն եւ շատ մեծ նշանակություն ունեն, ու դուք էլ այդ անհատներից մեկն եք։ Այդ երեխեքն են կարդացող այդ անհատները հիմա։ Հա։ Այո, համաձայն եմ։ Հիմա էլ մյուս սերունդն էլ գալիս են Զարթների երեխեքը։ Շնորհակալություն լավ էպիզոդի համար։ Շնորհակալ եմ նաև ձեզ մեզ լսելու եւ դիտելու համար, եւ եթե հավանում եք այն բովանդակությունը, անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին։ Միայն այդ կերպ ենք մենք իմանում, որ դուք իսկապես սիրում եք այն, ինչ մենք ստեղծում ենք, եւ անպայման կոմենտներում, մեկնաբանություններում նույնպես արտահայտվեք, որովհետեւ մեզ շատ հետաքրքիր է կարդալ ձեր մտքերը։ Իսկ մենք կհանդիպենք հաջորդ էպիզոդին։